Միջուկային սպառազինության հարցը կրկին հայտնվել է համաշխարհային քաղաքականության առաջնագծում։ Միջուկային նոր մրցավազքը լայն թափ է առնում, գրում է Wall Street Journal-ը։ Սակայն ի տարբերություն սառը պատերազմի ժամանակաշրջանի, երբ Միացյալ Նահանգներն ուներ միայն մեկ մրցակից, այսօր ստիպված է լուրջ պայքար մղել երկուսի դեմ՝ Ռուսաստան և Չինաստան։ Գերմանական Բիլդն էլ գրում է՝ միջուկային շարժիչով անսահման հեռահարությամբ ռուսական բուրևեստնիկ նոր ռազմավարական թևավոր հրթիռը, որի փորձարկման ավարտի մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահը, լուրջ տագնապ է առաջացնում Հյուսիսատլանտյան դաշինքում։ Ըստ պարբերականի, ՆԱՏՕ-ն բուրևեստնիկը խիստ վտանգավոր է համարում այն առանձնահատկության համար, որ հրթիռը կարող է երկար ժամանակ պտտվել ուղեծրում, նախքան թիրախին հարվածելը։ Այն հակահրթիռային և հակաօդային պաշտպանական միջոցները շրջանցելու մեծ հնարավորություն ունի։ Թևավոր հրթիռը կատարել է 14,000 կիլոմետր փորձնական թռիչք, և սա դեռ վերջը չէ։ Ռուսաստան-արևմուտք ռազմական բախման հավանականությունն այնքան է մեծացել, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Մոսկվայի հետ մոտալուտ պատերազմ է կանխատեսում։ Մենք միշտ հայտարարել ենք, որ դա կարող է տեղի ունենալ 2029 թվականին, թեպետ ոմանք ասում են, որ դա արդեն հնարավոր է 2028-ին, իսկ որոշ ռազմական պատմաբաններ նույնիսկ կարծում են, որ մենք անցկացրել ենք վերջին խաղաղ ամառը։ Պիստորիուսի պնդմամբ այս ֆոնին ՆԱՏՕ-ն պետք է ավելի լավ զինվի։ Բեռլինը կարծես արդեն պատրաստվում է։ 2027 թվականի կեսերից Գերմանիայում կսկսվեն համալիր բժշկական զննումներ, պարզելու թե ում կարելի է զորակոչել արտակարգ դրության դեպքում։ Բեռլինը նախկին զորակոչիկների պահեստազոր է ձևավորում գերմանական բանակի անձնակազմի թիվն ավելացնելու համար։ Մինչև 2035 թվականը Բունդեսվերում պետք է լինի 260,000 զինվորական։ Պիստորիուսի հայտարարությունը ռուսական կողմը մեկնաբանել է մեկ նախադասությամբ՝ այժմ կասկած չկա, թե ով է ագրեսորը։ Ռուսաստանի հետ առճակատման հարցում Եվրոպան միասնական չէ։ Հունգարիայի արտգործնախարարը Բրյուսելին մեղադրում է Եվրամիությանը ռուս-ուկրաինական պատերազմի մեջ ներքաշելու համար, ինչը մոտեցնում է միջուկային էսկալացիայի բալանսի խախտմանը։ Բրյուսելի սրտով է այս պատերազմը, որը շարունակվում է արդեն 4 տարի և դանդաղ մոտենում է մեզ։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի, որը կոչնչացնի մեր մոլորակը։ Միաժամանակ նրանք անամոթաբար գումար ու սպառազինություն են ուղարկում Ուկրաինա։ Հունգարիայի արտգործնախարարի պնդմամբ եվրոպացիների փողով գնված զենքն ուղարկվում է ռազմական մաֆիային, մինչդեռ եվրոպական երկրների զինանոցները դատարկվում են։ Մոսկվայի դեմ պայքարում են ոչ միայն Եվրոպայում, այլև Վաշինգտոնում, սակայն ոչ թե զենքով, այլ պատժամիջոցներով։ Ռուսաստանի հետ բիզնես անող ցանկացած երկրի նկատմամբ խիստ պատժամիջոցներ կկիրառվեն։ Պատժում են Ռուսաստանին, տուժում է Եվրոպան։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Սերբիայի էներգետիկ ոլորտը Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան սանկցիաների զոհն է դարձել։ Մենք տառապում ենք ինչպես փղերի ոտնակող արած խոտը։ Ռուս տնտեսագետների պնդմամբ, եթե պատժամիջոցներ կիրառվեն Ռուսաստանի գործընկերների նկատմամբ, դա առաջին հերթին կլինի սահմանափակում Չինաստանի դեմ, ինչն ինչպես փորձն է ցույց տալիս, կհարվածի հենց նահանգներին։ Չի բացառվում, որ Վաշինգտոնն առանձին սանկցիա կիրառի նաև Իրանի դեմ, թեպետ դա էլ հզոր հարված չի լինի, պարզապես կդառնա քաղաքական շոու։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։